Պատկերացնում եք ձեր կամ ձեր հարևանի դատավճիռը կայացնի ոչ թե դատավորը, այլ շարքային քաղաքացիներ։ Հայաստանում հնարավոր է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Գաղափարը նոր չէ, այն փորձել են ներդնել ինչպես առաջին հանրապետության օրենսդիրները, այնպես էլ երրորդ հանրապետության ձևավորման փուլում։ Այդ փորձերը այդպես էլ հաջողությամբ չեն պսակվել։ Եթե երդվյալ ատենակալներին լայն հնարավորություններ տրվեն, ապա միանշանակ խնդիր ունենք հասարակության իրազեկված անդամների հետ, փոքր հանրապետություն ենք, արդյոք փոխկապակցվածություն չի լինի, արդյոք երդվյալ ատենակալները կարող են անկողմնակալ գտնվել, այսինքն մենք կանխակալության խնդիր չենք ունենա։ Ներկայ մարդարդատության նախարարությունը ուսումնասիրում է միջազգային մոդելները։ Կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները որոշում են միայն մեղավորության հարցը, կան երկրներ, որ երդվյալ ատենակալները որոշում են մեղավորության հարցը եւ կարծիք են հայտնում պատժի նշանակման հետ կապված, եւ երրորդ մոդելը այն մասին է, որ երդվյալ ատենակալները որոշում են եւ մեղավորության հարցը եւ ըստ էության որոշում են պատժի տեսակը եւ պատժի չափը։ Սահմանադրական առաջիկա փոփոխություններն էլ ցույց կտան, արդյոք Հայաստանում պատրաստ են դատական իշխանությունը մասնակիորեն պատվիրակել նաև քաղաքացուն։